Ընկերներ ողջույն, սահմանը անցնում ենք Վառնայի հոգևոր հովիվ Տեր Արմեն Քահանա Մելքոնյանի հետ։ Օրհնեցեք Տեր Արմեն։ Աստվածօրհներ Իրայ ջան։ Ուրախ եմ անգամ եւս ձեր հյուրը լինելու, ուրեմն այս վերջին օրերին շատ իրադարձություններ կան, ըստ երևույթին մենք շատ ենք հանդիպելու։ Այո, որովհետև իրավիճակը նաև փաստենք, որ հեշտերից չէ, եւ պարբերաբար մեր զրույցի առիթներ են լինում հասկանալու համար, թե ի վերջո եկեղեցու վերնախավի հետ կապված իրավիճակը ուր է գնում, ինչպիսի հանգուցալուծում այն կարող է ունենալ։ Ես հուսով եմ, որ մենք ապագայում նաև կխոսենք նաև այլ մանրամասների վերաբերյալ, թե օրինակ հեռանալու դեպքում Կտրիչ Ներսիսյանի ինչ ընթացակարգեր են գործելու, հա, այդ ամեն ինչ ինչպես է կազմակերպվելու եւ այլն, բայց չշտապենք։ Մեր զրույցի հիմնական առիթը Մայրաթորի դիվանապետ Արշակ Սրբազանի հայտարարություններն էին։ Եթե այսպես մի երկու բառով փորձեմ դրանք ամփոփել, Արշակ Սրբազանը կամ Սամվել Խաչատրյանը ըստ ճաշակի ասում էր, որ այսպես ասած ինքը թքած ունի պետության վրա, այսինքն մերժում էր քննչական կոմիտեի իրականացրած փորձագիտական աշխատանքը, որտեղ հաստատվել էր, որ այդ սկանդալային տեսանյութերում հենց ինքն է պատկերված, ասում է, որ թքած ունի պետության վրա, ինքը հաշվետու չէ, այսինքն օրենքից դուրս է, թե այս դեպքում եկեղեցական, թե գուցե նաև այլ, չգիտեմ։ Ասում էր, որ ինքը չի հեռանալու, այսինքն իր հարցը ընդհանրապես չի դրվելու եւ պնդում էր, որ կաթողիկոսը կամ Կտրիչ Ներսիսյանը զիջման չի գնալու եւ նա չի հեռանալու։ Դրանից հետո Մայրաթորը հայտարարություն տարածեց, որ Կտրիչ Ներսիսյանը եպիսկոպոսատ ժողով է գումարում, դեկտեմբերի 10-ից 12-ը հրավիրվում է եպիսկոպոսատ ժողով քննության առնելու հայաստանյան առաքելական Սուրբ եկեղեցու շուրջ վերջին զարգացումներն ու ներեկեղեցական կյանքին առնչվող հարցերը։ Հիմա նախ ես կխնդրեմ, որպեսզի դուք նաև որպես հոգևորական եւ բնականաբար այդ մարդկանց շրջանակին շատ լավ ծանոթ գնահատեք Արշակ Սրբազանի հայտարարությունները եւ ինչ ենք մենք սպասում եպիսկոպոսած այս ժողովից։ Այստեղ մի փոքրիկ եւս տեղեկություն Գևորգ Աճապահյանը, Բագրատ Գալստանյանը հայտարարություն էին տարածել Կտրիչ Ներսիսյանից պահանջելով կարգալույծ անել վարչապետի հետ հանդիպած եպիսկոպոս arczepiskopոսներին եւ այսօր այդ կոչին միացել է նաեւ Արագածոտնի թեմի կալանավորված առաջնորդը։ Այս տեղեկությունները ամեն ինչը մեզ ինչ են հուշում, համեցեք։ Այո, շատ հարցեր են, շատ կետեր են, շատ թեմաներ են, ես պիտի փորձեմ, ինչքան որ հիշեմ ձեր հարցերից, այդ կանին պատասխանեմ, եթե մոռանամ մի բան, խնդրում եմ հուշել։ Առաջին հերթին, որ ասում եք ինքը Արշակ Սրբազանը, դե ըստ եկեղեցական գարքի, ես դակավին ստիպված եմ նրան Սրբազան ասեմ, որովհետև ինքը դակավին գարքի մեջ է, գարքալույց չի եղել, գոնե այդ մասով բահիմ եկեղեցական գարք կանոնը թեգուզ եւ իրանք չեն բահում, հերու են այդ կանոնից, որ ասում եք, որ ինքը տքած ունի պետության վրա, տքած ունի իշխանության վրա եւ այլն, այսինքն չեմ զարմանում, որովհետեւ եթե հիշում եք վերջին անգամ մենք մեր խոսակցության մեջ ես ասացի, որ իրենք տքած ունեն բոլորիս վրա, իրենց համար իրենք կան, մենք ոչնչություն ենք, թե իշխանություն, թե ժողովուրդ, թե իրենց համար մենք չգանք ընդհանրապես տքած ունեն ամեն ինչի վրա։ Իսկ ինչ վերաբերում է իր հարցազրույցին, իր հայտարարություններին եւ այլն, ես պիտի ասեի, որ որևէ մի հոգեբան կարա ստուգել, որ ինքը ինչ հոգեվիճակի մեջ է եւ որ խոսում էր այսօրվա հարցազրույցի մեջ, բայց չէ, հոգեբանի կարիք չկա։ Որևէ մեկ հավատացյալ կարող է այսօրվա հարցազրույցը նայելով տեսնի, որ Արշակ Սրբազանը այսին եկած էր մի հատ դատերկության համար, ինքը հանգիստ չէր խոսում, ստրեսի մեջ էր, մինչև վերջ բերանը չորանում էր, ինքը կյանքում ցերկերով չի խոսեր, մատներով չի խոսել, այսօր այդ ձևն է խոսում, իր ոտքի շարժումը ստրեսից մինչև վերջ գար, մարմինը շարժվում էր, այդ ստրեսն էլ մենք տեսանք, այսինքն այդ բոլորը դատերկություններ պարզապես ասելու դուք ինչ ուզում եք, ասեք, մենք չենք ընդունում եւ վերջ, մենք ենք իշխանությունը եւ վերջ, մենք ենք որոչողը եւ վերջ, դուք մեզ չեք հետաքրքրում։ Իսկ երկրորդ ամենակարևոր հարցը, որուն անդրադարձակ Ժիրայր ջան, այդ
եպիսկոպոսներու կարգալույց անելն է, որ սա այսօր մեր եկեղեցին դրած է ճակատագրական եզրի։ Հիմա նայեցեք, իրենք ասում են, որ այս եպիսկոպոսները բաժնվելով էջմիածնից կամ հեռանալով էջմիածնից, իրենք ուղղակի հերցված ստեղծելու են գնում։ Սա հերցված բառը շատ ծանր բառ է մեր եկեղեցական կանոնակարգի մեջ եւ մեր հոգեվոր բառարանի մեջ։ Բայց ես այսօր եւ որ մտածում էի եւ մի քիչ ինֆորմացիա հավաքեցի աչից ցախից, ես կարծեմ թե հասկացա, որ ինչու Գդրիչ Ներսիսյանը չի ուզում գնալ եւ ինչու ուզում են իրենք մինչեւ վերջ գնալ։ Սա իմ կարճ խելքով վերլուծությունն է եւ գհուսամ, որ ես ճիշտ չեմ։ Բայց ինչքան որ նայում եմ, նպատակը մեկ է։ Նպատակը այն է, որ իրենք ուզում են այդ հերցվածը ստեղծել։ Ոչ թե հերցված ստեղծել այս 10 եպիսկոպոսներով, ոչ։ Իրենք ուզում են եկեղեցին տանել դեպի հերցվածողական շարժում։ Ինչպես։ Դուք պատկերացնում եք, որ ինքը գոչ է արել, որ եպիսկոպոսական ժողով տեղի պիտի ունենա 10 դեկտեմբերի։ Եվ ի զարմանս բոլոր ժողովներին, այդպես Կոստանդնուպոլսը պատրիարքը միշտ ներկա է լինում ուրեմն բանի եպիսկոպոսական ժողովին, բայց այս եպիսկոպոսական ժողովին, որ տեղի պիտի ունենա եկող օրերին, նաև հրավիրված է Երուսաղեմի պատրիարքը, Նուրհան պատրիարքը։ Եվ Նուրհան պատրիարքը դարիները ի վեր ինքը ներկա չի գտնվում եւ ես անգամ ասեցի, պատրիարքը նշանավոր է իր այդ նամակով, որում մեջ բախարագել էր Գդրիչ Ներսիսյանին եւ բանջել էր նրա գարկալույց լինելը եւ ասել էր, որ դու քեզ գարկալույց արա եւ հայ եկեղեցին բրգիր քեզանից։ Սա Նուրհան պատրիարքի խոսքերն են։ Հիմա հերցվածը ոնց է ստեղծվում։ Հերցվածը ստեղծվում է, երբ որ դու այսօր մենք խոսքը մեկ եպիսկոպոսի մասին չէ։ Խոսքը 10 եպիսկոպոսի մասին է, որոնք ստորագրել են իրենց անուններու գողքին։ Եվ դակավին կան եպիսկոպոսներ, որոնք միանալու են, բայց դակավին ստորագրած չեն եւ բացահայտ չեն բացահայտված իրենց անունները։ Հիմա երբ որ դու 10 եպիսկոպոս գարկալույց անես, դա մի նպատակ ունի։ Դու ուզում ես հերցված ստեղծել։ Ոչ թե այս 10 եպիսկոպոսներն են վերածվելու հերցվածի, այլ դու ինքդ քեզ վերածելու ես հերցվածի, որովհետև եթե հանգած Աստված մի արասե, որ ինքը այսպեսի ոչիր կործի, այն ժամանակ ինքը հիմք է դնում հերցվածի։ Այս եպիսկոպոսները յուրաքանչյուրը ունի իր թեմ, յուրաքանչյուրը ունի իր հոգևորականները, իր կահանաները, որոնք իր ենթակայության տակ են։ Մեկ օրինակ դալու համար, մենք երբ խոսում ենք Հովնան Դերդերյան արքեպիսկոպոսի մասին, որը Հյուսիսային Ամերիկայի առաջնորդն է։ Եվ եթե հանգած իրենք գտնեն Հովնան Սրբազանին, այն ժամանակ արդեն ամբողջ Ամերիկայի թեմը ոտքի է կանգնելու։ Եվ այնտեղ այդ թեմը անկախանալու է Մայրաթոր Սուրբ Էջմիածնից այնքան ժամանակ, որ Գդրիչ Ներսիսյանը այդ աթորին։ Հիմա ինչի է ուզում ինքը այս բոլոր բաները անել։ Ես ժամանակին մի հարցազրույցի մեջ ասեցի, որ մի բառ կա, որ ինքը օգտագործել է Գդրիչը ընտրություններից առաջ։ Ասել է, եթե ես ընտրվեմ կաթողիկոս, հայ եկեղեցուն այսպեսի մի բան պիտի անեմ, որ ոչ ուղիղ եթերային բառ է եւ գներեք չեմ կարող օգտագործել։ Եվ ըստ երևույթին այդ բառից իհայտ կգա, որ ինքը առաջին օրվանից եւ որ ցկտել է այդ գահին նստելու, ինքը տշնամությամբ լծված է հայ եկեղեցու թեմ։
Եվ ես միշտ ասում եմ, ինչ որ Գդրիչ Ներսիսյանը արեց այս 26-27 դարում, թշնամին չկարողացավ անել 110 դարվա ընթացքին։ Հագարակ չարտերին, պատերազմներին թշնամին դա չկարողացավ։ Դուք ակնարկեցիք, որ գահակալության ժամանակ Կտրիչ Ներսիսյանը հայհոյել է եկեղեցում։ Այո, մի արտահայտություն է ունեցել, որ ինքը սենց է անելու, եթե ինքը այդ գահին նստեր։ Այդ բարերը ոչ ուղիղ եթերային բար է։ Եվ սա եղել է ոչ թե մեկ հոգու, երկու հոգու ներկայության, այլ մի քանի եպիսկոպոսների ներկայության։ Եվ դա է պատճառը եղել, որ այդ եպիսկոպոսները իրենց ցայները իրենց չեն տվել։ Եվ այդ եպիսկոպոսներից մեկը երջանկայիշատակ Կարեկին Սրբազան Գերմանիոյի ուրեմն առաջնորդը, որում մասին մենք անցյալ անգամ խոսեցանք, որը նաև եղած էր Կոստանդնուպոլսո տեղը։ Ճշտող հարց, երբ ասում եք, որ եպիսկոպոսատ ժողովով, նաև կարգալույծ անելով այդ եպիսկոպոս arczepiskopոսներին, հենց ինքն է դնելու հերձվածության շարժման հիմքերը, հա, եկեղեցու։ Կխնդրեմ այդ նախադասությունը մեզ փոքրինչ ավելի բացել, որպեսզի մեզ համար ավելի պարզ լինի, հա, ինչի մասն է խոսքը։ Այո, նայեցեք, երբեք քաղաքնի չէ, որ Ռուսաստանի մեջ այսօր հայ եկեղեցին ընդունված է ոչ թե հայ առաքելական եկեղեցի անունով, այլ հայ ուղղափառ եկեղեցի անունով։ Սա պատահականություն չէ, ամբողջ աշխարհը մեզ ճանաչում է որպես հայ առաքելական եկեղեցի։ Հիմա ցեզի մի ուրիշ բան էլ ասեմ, մենք այստեղ Բուլղարիայում գոչվում էինք Հայաստանյայց ուղղափառ եկեղեցի, բայց չգիտեմ դա զուգադիպություն է, թե ինչ բուլղարական թադարանը մեզ բարդատրեց, որ մենք այդ ուղղափառ գոչումը հանենք մեր անունից եւ գոչվենք հայ առաքելական եկեղեցի։ Դա չգիտեմ զուգադիպություն է թե ոչ, բայց մենք ստիպվեցինք բոլոր մեր թղթապանությունները փոխել եւ մենք մեզ գոչել հայ առաքելական եկեղեցի, ի դարբերություն Ռուսաստանի, որը մեզ գոչում է Հայաստանյայց ուղղափառ եկեղեցի, եւ անոր համար է, որ մենք կտեսնենք, երթալով Ռուսաստանի թեմը փորձում են զորացնել, այնտեղ ջեմարաններ բացել, այնտեղ մեծ տաճար բացել, մեծ կետրոն բացել, եւ ես կարծում եմ, երբ որ Գդրիչ Ներսիսյանը իր առաքելությունը, որուն համար ինքը եկել էր, ավարտին հասցնելուց հետո ինքը տեղափոխվելու է իր շքախումբով, իր համախոհներով եւ տեղափոխվելու է Ռուսաստան եւ այսպիսով հիմք է տրվելու նոր հերձվածի։ Եվ ինչպես մենք գիտենք, Ռուսաստանի եւ Նախիջևանի թեմը մեր ամենամեծ թեմերեն մեկն է աշխարհի մեջ։ Եվ մենք գիտենք նաև Բալկանյան երկիրները եւ դարբեր երկիրներ, ինչպես Լատվիա, Էստոնիա, Շվեդիա եւ այլն, սրանք բոլորը պատկանում են այդ Ռուսաստանի եւ նոր Նախիջևանի թեմին։ Սա շատ վտանգավոր բան է։ Եվ ես գոչ եմ անում մեր իշխանություններին։ Ես որ ոչինչ եմ, բարձ հայ եկեղեցու քահանային, չգիտեմ ինձ կլսեն կամ չեն լսեր, բայց եթե իսկապես մեր pedagogication, մեր իշխանությունը մտահոգված է հայ առաքելական եկեղեցով, անմիջապես պետք է կանխեն այս բոլոր հաջորդականությամբ տեղի ունեցող այս գայլերը, որոնց մասին ես ասում եմ, ես օդից չեմ խոսում։ Եվ եթե Գդրիչ Ներսիսյանին հաջողվեց, որ ինքը ամսի 10-ին եպիսկոպոսական ժողով կումարի, եւ այդ եպիսկոպոսական ժողովով գարկալույց հրճագեն այս 10 եպիսկոպոսները եւ նրանց համախոհները, այն ժամանակ իմացեք, որ հայ եկեղեցին բարակտվեց եւ ոչնչացման եզրին հասավ։ Որովհետեւ ինչպես ասի, մենք աշխարհասփյուր ունենք թեմեր, թեմագալ առաջնորդներ, նրանք բաժանվելու են։ Այսօր կան 10 եպիսկոպոսներ, առաջնորդներ, որոնք միացած են, բայց մենք ունենք մի 20 առաջնորդ աշխարհում,
որոնք դակավին միացած չեն։ Այն ժամանակ այս առաջնորդների մեկ մասը անցնելու է նոր Նախիջևանի եւ Ռուսաստանի թեմին, մյուս մասը միանալու է Մայր Աթոր Սուրբ Էջմիածնի նոր կահագալին, կամ չգիտենք այնտեղ ինչ է գադարվելու, մենք դակավին չգիտենք, եւ մի այլ մասը ասելու է ես ոչ միանալու եմ ցեզ, ոչ միանալու եմ նրանց, եւ իրենք անգախանալու են եւ հայ եկեղեցին այս բիսով հասնելու է այնպիսի բարակման, որ անդառնալի իրավիճակ պիտի ստեղծե հայ եկեղեցու մեջ։ Այսինքն ամբողջ այս 30 տարիները մեկ կողմ դրած մենք ականատես ենք լինելու այնպիսի իրադարձությունների, որոնք անկանխատեսելի են։ Նրա համար իմ գոչն է, որ մեր ազգային անվտանգությունը, երկրի ղեկավարությունը, վարչապետը բոլորը միասնաբար լծվեն այս աշխատանքին եւ թույլ չտան, որ գդրիչը հասնի այս եպիսկոպոսական ժողովին։ Անշուշտ է եպիսկոպոսական ժողովին ովքեր են մասնակցելու։ Մասնակցելու են հավանաբար մենք իրենք ասում են մենք ունենք 54 եպիսկոպոս։ Ես բոլորին չեմ ճանաչում, բայց նրանց մեծ մասը հանգստյան տոշակի է անցել։ Այսինքն ես 10 գիտեմ, որոնք ձեր են ի վիճակի չեն որքան։ Իսկ 10 էլ գիտեմ, որոնք այսօր ըմպոստացել են գդրիչի դեմ, ահա եղավ 20։ Հիմա այնտեղ մնում է մոտավորապես 30 եպիսկոպոս։ Այս 30 եպիսկոպոսները արդյոք միախոհ են Գդրիչ Ներսիսյանի հետ թե ոչ։ Բայց այստեղ պատրիարքները մեծ դեր են խաղալ։ Եվ եթե հանգած Կոստանդնուպոլսո պատրիարքը, ներողություն, Երուսաղեմի պատրիարքը ինքը մոռանա իր դված հայտարարությունը ասկե տարիներ առաջ եւ իր բացերը չբացահայտելու եւ ամոթները ծածկելու համար ինքը միանա Գդրիչին եւ այսպիսի որոշումը հաջողվի, իսկ նաեւ Կոստանդնուպոլսո պատրիարքը դակավին մեկ ամիս առաջ ասում էր, որ մենք մեր հայրապետի կողքին ենք։ 2 ամիս առաջ Սուրբ Էջմիածնում բادرակի քարոզի ժամանակ հայտարարեց եւ ասեց, որ Քարեքին երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսը մեր հավատքի սպարաբետն է։ Եթե դակավին Կոստանդնուպոլսո պատրիարքը այդ կարծիքին է, որ սա մեր հավատքի սպարաբետն է, ուրեմն մենք պետք է հոգեանքի ստանենք մեր հավատքի համար։ Շատ վտանգավոր իրադարձություններ են, Ժիրայր ջան, ես չգիտեմ կարողացա բացատրել իմ մտահոգությունը թե ոչ, գուհուսամ, որ ներկա իշխանությունը, ազգային անվտանգությունը, բարոն վարչապետը սա հասկանան եւ ամիջական գործի լծվեն։ Այսինքն մարդը այսօր իր հայտարարությամբ նաեւ դեմ եկավ մեր պետականության։ Նա անպաստանեց մեր դատավարությունները, մեր երկրի վարչապետը, մեր, չգիտեմ, ազգային անվտանգությունը, բոլորը առ-ոչինչ հայտնեց։ Այսինքն ինչ եք սպասում, ինչ եք ուզում։ Եթե դուք լրեք եւ թույլ տաք, որ իրենց ծրագիրը հաջողցնեն 10 դեկտեմբերին, որում մնացել է միայն 8-9 օր, այն ժամանակ դուք էլ մեղսագից եք հայ եկեղեցու բարակման։ Տեր Արմեն, եթե ես ճիշտ հասկացա, այսինքն, եթե իրադարձությունները զարգանան ձեր նկարագրած սցենարով, ինչը դուք ամենահավանականն եք համարում, ապա դուրս է գալու, որ մեր եկեղեցին պառակտվում է, բաժանվում է, ունենում ենք Մայր Աթոր, ունենում ենք ինչ-որ աթորանիստ, եթե ճիշտ եմ արտահայտվում, Ռուսաստանում, ունենում ենք ինչ-որ աթորանիստ այլ երկրներում, հա, այսպես ինչ-որ իրավիճակ։ Այո, ամեն մի առաջնորդ մի երկրում լինելու է ինքնիշխան եւ այլևս անկառավարելի կդառնա։ Հիմա սա մեկ կողմն է իմ մտահոգության։ Սա ամենակենտրոնականն է, որու մասին ես ուզեցա կենտրոնանալ, բայց նաեւ կա ֆինանսական կողմը, Ժիրայր ջան։ Եթե թույլ կտաս այդ ֆինանսական կողմն էլ ասեմ։
Մենք գիտենք, որ հայ եկեղեցին Հայաստանի մեջ արձանագրված է որպես հասարակական գազམ་ագերբություն։ Եվ այս հասարակական գազམ་ագերբության մեջ ներառված են Գդրիչ Ներսիսյանը, իր եղբայրը, իր քրոջը դղան, իրենց ամենամոդիկ սերմ շրջանակը։ Իրենք են դերն ու դիրականը այս հասարակական գազམ་ագերբության։ Հիմա 27 տարիներ ի վեր Գդրիչ Ներսիսյանը աշխատում է, որ իր հասարակական գազམ་ագերբությունը դիրանա ամբողջ աշխարհի հայ եկեղեցիների գալվածների։ Սա կարող եմ ասել, որ 50%-ով ստացվեց։ Ինքը փորձեց մեկ կանոնադրություն հարաճ բերել, որը բարդատրեց բոլոր աշխարհի մեջ գործող հայ առաքելական եկեղեցիներին եւ թեմական կառույցներին, որու մեջ ասում եմ, որ բոլոր թեմերի, եկեղեցիների, գալվածները, քույքերը պատկանում են Մայր Աթոր Սուրբ Էջմիածին։ Եվ ուղղակի կամ անուղղակիորեն, եթե հանգարց Գդրիչ Ներսիսյանը իրականացնի այս ծրագիրը եւ հիմնի իր, ասենք, աթորը Ռուսաստանի եւ Նոր Նախիջևանի մեջ, այս ամբողջ աշխարհի գալվածները հայ եկեղեցու, այն համայնքների, այն թեմերի, որոնք ընդունել են այս կանոնադրությունը, ինքը որևէ մեկ վարյան կարող է բոլորը յուրացնել իշահ իրեն եւ իր հասարակական գազམ་ագերբության։ Բարեբախտաբար ասեմ, եթե 50%-ը մեր թեմերի ստորագրել են այդ կանոնադրությունը եւ ընդունել են այդ կանոնադրությունը, ունենք նաեւ 50%-ը, որոնք չեն ընդունել։ Օրինակի համար այստեղ Բուլղարիայի թեմ։ Եվ դա պատճառներեն մեկն էր, որ Բուլղարիայի թեմը առավել քան 10 տարիներ հալածվեց Մայր Աթորի կողմից եւ վերջին 6 տարիներին ուրեմն իրենք հոգեվորական չունեցան այն համայնքները, որոնք ունեին գալվածներ։ Եվ այդ համայնքներից մեկը Վարնայի այս քաղաքն էր, որ ունի եկեղեցաշեն գալվածներ, ունի նվիրատվությունները ստացած ժառանգություններ եւ այլն, որը մինչև վերջին շունչ պայքարեցին ասելով, որ այս գալվածները պատկանում են բուլղարահայ ժողովրդին եւ վերջ։ Մենք ոչ մի բան չենք ստորագրում։ Եվ մենք մեր ցերը նամակ ունենք Արշակ Խաչատրյանից, որը ասում է շատ հանգամանալից եւ վճռական։ Այնքան ժամանակ, որ դուք այս կանոնակությունը չեք ստորագրում եւ չեք ընդունում, դուք հոգեվորական չեք ունենալ։ Եվ նրա համար է, որ այստեղի համայնքը այլևս ջարը գդրած եւ որ թիմում էր աշխարհի դարբեր դեղերը, նույնիսկ գնացին Կոստանդնուպոլիս, գնացին Երուսաղեմ, գնացին Անտիլիաս, խնդրում են հոգեվորական, իրենց ուզածը մի հատ կահանա էր։ Բոլորի կողմից մերժվեցին, ասելով, որ եթե Գդրիչ Ներսիսյանը չորքն է, մենք ձեզ ոչ մի հոգեվորական չենք ուղարկի եւ բախտի պերմամբ ընկան իմ հասցեով եւ երբ որ ես իմացա իրենց խնդիրների եւ հարցերի մասին, ասեցի ես քալիս եմ, ինչ որ կարող են թող անեն։ Եվ նրա համար եմ ես այստեղ։ Այնպես որ ուզում եմ ասել, բացի այդ կանոնական հարցը, նաև կա ֆինանսական հարց, որովհետև այդ 50%-ի մասին, որը մենք խոսում ենք, դա մեծ գումար է ժիրայր, մեծ գումար է։ Եվ մենք դակավին չգիտենք Հայաստանում ինչ են յուրացրել այդ հասարակական գազམ་ագերբության անունին։ Ինքը փորձում է շահագործել ժամանակը, որովհետեւ հասնի իր նպատակներին։ Տեսեք, դակավին 2-3 շաբաթ առաջ ինքը գնաց Հնդկաստան, մենք հսկա գալվածներ ունենք, հսկա միլիարդներով գալվածներ, բարեբախտաբար, որ ըստ Հնդկաստանի օրենքներին, երկրի օրենքներին, արգելված է եկեղեցական գալվածները վաճառել կամ գումարները
հանել դուրս Հնդկաստան։ Բարեբախտաբար, բայց էլի 2-3 շաբաթ առաջ քնացել էր ինքի երկու եպիսկոպոսներու հետ միասին, որոնց մեկն է Դաթև Հակոբյանը, այստեղ Ռոմանիո առաջնորդը, իսկ մյուսը ճիշտ ասած չիմացա ով է, բայց մեծ հավանականությամբ Նատան Սրբազանի ընկերությամբ գնացել են այնտեղ, որբեսի կարողանան այնտեղից բրցնել ինչ որ կարող են, որովհետև իրենք գիտեն, որ իրենց ժամերը, օրերը հաշվված են։ Այս երկու ահռելի վտանգները կան Շիրակը։ Մի կարևոր գետ էլ կա։ Այսօր խոսվում է, որ հրավիրեն ազգային եկեղեցական ժողով, որբեսի այս հարցերը քննարկվեն։ Բայց ախր այս մտածողները, այս առաջարկողները չգիտեն, որ մենք չունենք ազգային եկեղեցական ժողով։ Վերջին անգամ ազգային եկեղեցական ժողովը գումարվեցավ 27 տարի առաջ իր ընտրությունների ժամանակ։ Այսինքն այսօր այդ ազգային ժողովի անդամների գեսեն ավելին չկա։ Չի ապրում։ Իսկ մյուս գեսը ձերացած է կամ չգիտեմ ինչ է, մենք չունենք։ Այնպես որ ժամանակ չգործնենք, մենք ժամանակ չունենք։ Ում հրավիրենք։ Մերած մարդուն հրավիրենք քերեզմանից, որ կա ազգային եկեղեցական ժողովի ներկա լինի եւ որոշումներ կայացնի։ Խնդրում եմ նաեւ այս կետը թող մեր իշխանությունները նկատի ունենան։ Շնորհակալություն Շիրաջ։ Շնորհակալություն Տերան։ Ընկերներ, զրուցակիցս Վառնայի հոգևոր հովիվ Տեր Արմեն Քահանա Մելքոնյանն էր։ Բաժանորդագրվեք YouTube-յան ալիքին, օրվա զարգացումներին հետևեք Telegram-յան ալիքում, որի հղումը տեսանյութի մեկնաբանության բաժնում է։